Եկեք նայենք հայտնության գրքին 22-րդ գլխի 17-րդ համարին։ Հոգին ու հարսն ասում են. Արի։ Լսողս ասում է. Արի։ Թող գա, ով ծարավ է, ով կամենում է, թող ձրի վերցնի կենաց ջուրը։ Հայր Աստված, Մայր Աստված կանչել են մեզ։ Մի օր մի ավետարանիչ եկավ իմ տուն քարոզեց ինձ։ Ես հաճախ լսում եմ, թե ինչպես են Սիոնի անդամները նման խոսքեր ասում։ Իհարկե, մենք կատարում ենք Աստծու հանձնարարությունները։ Սակայն ով մեզ ուղարկեց այնտեղ։ Երբ Գործք առաքելոց գրքում նայում ենք վաղ եկեղեցու պատմությանը, Պողոս առաքյալը Դամասկոս տանող ճանապարհին երկնքից ճշմարտության հզոր լույս է ստացել։ Պայծառ լույսի մեջ նա լսեց Աստծո ձայնը։ Պողոս առաքյալի սկզբնական անունը Սողոս էր։ Սաուլ, Սաուլ, Տեր, ով է։ Նա կարող էր միայն լսել իր ձայնը, չէր կարող տեսնել նրան պայծառ լույսի մեջ։ Ես եմ Նազարեթացի Հիսուսը, որին դու հալածում ես։ Երկար ժամանակ էր անցել այն պահից, երբ Հիսուսը հեռացել էր այս աշխարհից, ուստի ինչպես պետք է զգար իրեն Պողոս առաքյալը այդ պահին։ Քանի որ նա սխալ էր հասկացել, որ սրբերը վաղ եկեղեցու հերետիկոսներ էին, նա խիստ հալածում էր նրանց։ Հետաբար մտածեք, թե ինչպես պետք է զգար, երբ հարցրեց. Տեր, ով է։ Նրան պատասխանեցին. Ես եմ Նազարեթացի Հիսուսը, որին դու հալածում ես։ Այդ իրադարձության պատճառով Պողոսը մի պահ կույր էր։ Հետագայում հրաշք տեղի ունեցավ, որ նա կարողանար նորից տեսնել Անանիայի միջոցով։ Շատերը ասում են. Անանիան իր ձեռքերը դրեց Պողոսի վրա, վերականգնեց նրա տեսողությունը։ Այնուամենայնիվ, ով կազմակերպեց այս բոլոր իրավիճակները։ Աստված առաջնորդեց, կատարեց ամեն ինչ։ Աստված ասաց Անանիային. գնա Սողոս անունով մի մարդու մոտ ձեռքդ դրիր նրա վրա։ Բացի այդ, նա թույլ տվեց Պողոս առաքյալին տեսիլքում տեսնել, թե ինչպես է Անանիա անունով մի մարդ գալիս իր մոտ։ Այսպիսով, Աստված թույլ տվեց նրանց հանդիպել, միմյանց բժշկեց Պողոս առաքյալի աչքերը։ Դա Աստված է, ով ուղղորդել առաջնորդել է ավետարանի բոլոր աշխատանքները մանրամասն։ Աստված միջամտեց ամեն ինչի ելքին։ Բոլորին Աստված խոստացել է մեզ մեղքերի թողության հավիտենական կյանքի օրհնությունը միայն Սիոնում։ Ո՞մ է պատկանում Սիոնի բնակության վայրը։ Դա Աստծո բնակության վայրն է։ Մենք երբեք չպետք է կորցնենք մեր հպարտությունը այսով։ Ովքեր են մարդիկ, ովքեր ապրում են ձեր հետ ձեր տանը։ Արդյոք նրանք ձեր ընտանիքը չեն։ Այդ դեպքում ինչու մենք միշտ ապրում ենք Սիոնում։ Պատճառն այն է, որ մենք Աստծո զավակներն ենք։ Սիոնը, որտեղ տոները նշվում են, մեծ նշանակություն ունի թե ֆիզիկական, թե հոգեպես։ Հետևաբար, պետք է մտածենք հոր և մոր շնորհի մասին, ովքեր վերականգնել են Սիոնը և մեզ հնարավորություն տվել գտնելու ճշմարիտ Աստծուն, ստանալու հավերժական կյանք ու մեղքերի թողություն։ Ըստ Հայտնություն 22-րդ գլխի, Հոգին և հարսնացուն կհայտնվեն և կասեն. Արի։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, եկեք Սիոնում ինձ մոտ, այնպես չէ։ Որպեսզի ճանաչենք Հոգին և հարսնացուն, պետք է գանք Սիոն։ Հայր Աստված և Մայր Աստված թույլ են տվել մեզ տեսնել, լսել ու գիտակցել նոր ուխտի բոլոր ճշմարտությունները։ Հուսով եմ, որ մենք երբեք չենք մոռանա նրանց շնորհը, այլ միշտ շնորհակալություն հայտնենք նրանց և կիսենք նրանց շնորհը շատերի հետ։ Շատ շնորհակալություն։